Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցում է Գավառի գեղարվեստի դպրոցի հաշվետու ցուցահանդեսին։ Նրան ուղեկցում են առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Գրիգոր Բոշյանն ու Մուրադ Մովսիսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ։ Ցուցահանդեսին մասնակցում են նաև համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ Ցուցադրության են ներկայացված դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ։ Դրանք ներկայացնում է դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանը։ Ներկայացված է հիմնականում կիրառական արվեստի աշխատանքներ, ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում ստեղծված գործեր, որոնք հնարավորություն են տալիս ավելի մեծ նյութատեխնիկական բազա եւ հետագա աշխատանքների համար ավելի մեծ հնարավորություններ ունենալ։ Ցուցադրվող աշխատանքները հեղինակել են դպրոցի տարբեր տարիքային խմբերի սաները։ Ցուցադրության նյութը կենցաղային իրեր են, սպասք ու այլ պարագաներ, որոնք դպրոցի սաների երևակայության միջոցով գեղարվեստական լուծումներ են ստացել։ Բոլոր աշակերտների աշխատանքները այստեղ կտեսնեք եւ առաջին դասարանցիների եւ խառը խմբում, որոնք որ գալիս են եւ ընդունվում են տարվա ընթացքում, նույնիսկ կան 1-2 ամսվա ընթացքում դպրոցում աշխատած երեխաների աշխատանքներ։ Այսօր բոլորը ունեն հնարավորություն ցուցադրվելու։ Ցուցահանդեսն ուղեկցվում է դեկորատիվ կիրառական արվեստի դերի ու նշանակության, ինչպես նաև պատմության մասին տեղեկությունների ներկայացմամբ։ Դպրոցում իրականացվող աշխատանքները գնահատվում են բավարար։ Առկա ձեռքբերումներում էլ դպրոցի տնօրենությունը կարևորում է համայնքապետարանի ու համայնքի ղեկավարի մշտական աջակցությունն ու ուշադրությունը։ Հալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։